Տվել եմ 1924 թվականին Բաղդարով շրջանի Հիշյակ գյուղում։ Սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցի ավարտելուց հետո մոբիլիզացիայի եմ ընդարգում բանակ 42 թվականին։ Համադասարանցիների հետ միասին 7 հոգի մեկնել ենք պաշտպանելու Հյուսային Կովկաս։ Այս ժամանակ Հյուսային Կովկաս ամբողջությամբ գրաված էր, միայն Սևծովի ապրեր մնացել Նավրասիսկի ծայրամաս։ Մասնակցել եմ Նավրասիսկ քաղաքի պաշտպանությանը երկար ժամանակ 42 թվականից մինչև 43 թվականի սեպտեմբերը այդ քաղաքի ազատագրվում է։ Նավրասիսկը ուրեմն գրաված էր ամբողջությամբ միայն քաղաքի շրջապատի միայն քաղաքի ծայրամասներ մեզ մնացել։ Նավրասիսկի ազատագրման ժամանակ բարգեւադրվեցի Զաթվագու մեդալով։ Սեպտեմբերի ազատագրումից հետո դիվիզիան մասնակցեց նաև Սևաստապոլի ազատագրմանը։ Սևաստապոլի ազատագրմանը մասնակցեցինք 1944 թվականին եւ 1944 թվականի մայիսի 9-ին ազատագրվեցինք Սևաստապոլը։ Սևաստապոլի գրավման ժամանակ իհարկե շատ ծանր կորուստներ կրեցինք։ Շամին ուրեմն կազազապ դիմադրում էր, բայց մենք կարող էր բանակը չնայած այդ ծանր կորուստերին կարողացանք ուրեմն գրավել Սևաստապոլը։ Սևաստապոլը ազատագրել։ Մեր դիվիզիայի նաև հարևան դիվիզիան մեր հայկական դիվիզիան էր։ Հայկական դիվիզիան նույնպես մասնակցեց Սևաստապոլի ազատագրմանը։ Հայ ժողովուրդը ամենամեծ ուրեմն ծառայությունը կատարեց հայրենական պատերազմում։ Պատահական չէ, որ հայ ժողովրդի 104 հոգի ստացան սովետական հերոսի կոչում։ Նշանավոր ուրեմն զորավարներ ունեցանք։ Այ մեր զորավարներ ուրեմն մարշալ Բաղրամյանը, հետո նրա հայրենակից համագյուղացի ուրեմն Բաբաջանյանը, հետո Ալմեդալ Իսագովը 5 մարշալ ունեցանք։ Կրկնակի հերոս ունեն գիտեք Նելսոն Ստեփանյանը։ Հայ ժողովուրդը շատ մեծ ծառայություն է կատարել։ Դա բնական է, որովհետև մեր ժողովուրդը վտանգավոր ժամանակ էր Ստալինգրադի ժամանակ, պատերազմի ժամանակ։ Եթե Ստալինգրադի պատմություն ուներ, ուրեմն Շամին թուրքերը սպասում էին հարձակման, բայց քանի որ մենոնք հետ մեր հաղթանակ կարողանան, թուրքերի կանգնեց։ Այսա փրկություն էր մեզ, ուրեմն Ստալինգրադի տակ տարած մեր հաղթանակը կանգնեցեց թուրքերի ուրեմն գործողությունը։ Գիտեք, չէ, թուրքերը ուրեմն նրանք ամեն օր սպասում էին մեր հարձակմանին։ Դե պատերազմի ժամանակ ամեն ինչ տեսել եմ, ծանր կորուստներ եմ տեսել, ընկերներիս եմ կորցրել, մեր 7 տղաներ որ գրացել ենք, 7-ից ուրեմն 4-ը զոհվեցին, 3-ը մնացինք։ Մեկի միայն բախտ վիճակվեց հասել մինչև Բերլին, 2-ը ծանր վիրավոր վերադարձանք, հայրենիք վերադարձանք։ Նրանցից ոչ ոք կենդանի չէ։ Ես էլ ասեմ, ամբողջ Ախալքալակի շրջանում, որի մասնակցել է 17000 մարդ, եւ Բաղդարովկայի եւ Ախալքալիկ շրջանում 17000 մասնակից են։ 17000-ից ոչ ոք չկա, էլի մենակ եմ ես։ Այդ Սևաստապոլի ազատագրման ժամանակ էլ ես ծանր վիրավորվեցի։ Ինձ տեղափոխել են հիվանդանոց։ Զաթվագու մեդալը ստացել եմ բարգա ժամանակ հոսպիտալում։ Ես ապրում էի Վրաստանի Բաղդարովկայի շրջանի Հիշյակ գյուղում, Ախալքալաքում։ Աշխատել եմ նաև կոլդեստորում հաշվետար եմ աշխատել, կոլխոզի գլխավոր հաշվապահ եմ աշխատել նաև, բայց հետագայում տվեցի պետական համալսարան, Երևանի պետական համալսարանը։ Երևանի պետական համալսարանը հետո ավարտեցի 1952 թվականին ու անցա մանկավարժական աշխատանքի։ Աշխատեցի դպրոցի դիրեկտոր 24 տարի։ 48 տարի աշխատել եմ մանկավարժ, որից հետո ուրեմն անցել եմ կենսաթոշակի։ Ստացել եմ Վրաստանի Հանրապետության մասնագոր ուսուցչի կոչում։ Ամուսնացա, ունեցա 4 երեխա, կինս նույնպես ուսուցչուհի էր, իմ երեխաները մեծացան, 4 երեխաներս էլ հետագայում տեղափոխվեցին Երևան, բոլոր 4 երեխաներս էլ ստացան բարձրագույն կրթություն Երևանում։ 90 թվականին տեղափոխվեցի Երևան։ Արդեն 40 տարի ապրում եմ Երևանում։ Իհարկե չեմ աշխատում արդեն որպես պատերազմի ինվալիդ, պատերազմի հաշվանդամ, ստանում եմ թոշակառու եմ, մինչև հիմա թոշակառու եմ եւ ապրում եմ։ Ունեմ ուրեմն 9 թոռ։ Թոռներս բոլոր այստեղ ավարտել են այստեղ,
Պարսավու կրթություն ստացել եւ աշխատում եմ բոլորն էլ ասեմ։ Հիմա նաեւ ունեմ ծորներ, 13 ծոր ունեմ հիմա էլ։ Հա հետո ես քայլում եմ ազատ, իմացեք, բալկա իմ աշխատանքի գործունեությունը ես էլ ասեմ ես ֆիզիկական կուլտուրայով եմ զբաղվում, սա շատ կարևոր հանգամանք է։ Հիմա էլ միջև եւ առօրյա լիցքային եւ տերգային եւ լիցքային վարժությունը ուրեմն քայլում եմ ազատ կերպով։ Բալկա չունեմ դեռ այսօր քայլում։ Ես էլ ասեմ որ վերջի այս տարի որ մի քիչ ծանր եմ լսում։ Մնացած բոլոր դեպքերում ուրեմն եւ դատողությունը եւ կարտալի երիտասարդներին ցանկանում եմ առողջություն առաջերտին, որ նրանք առաջերտի սովորեն պայմանները որ կան սովորեն։ Հետո հարգանք ունենան մեծի նկատմամբ։ Մեծերն էլ պիտի նաև այդ ասեմ ձեզ։ Մեծերն էլ իրենց նկատմամբ պետք է ունենան փոքրերի նկատմամբ։ Դու գիտեք ինչ կա։ Երբ մեծը հարգանք է տալիս փոքրին, փոքրն էլ ունի։ Այն ինչ մի խոսքով, ինչ որ ցանես, այն էլ պիտի հնձես։